Zara, բոլորս էլ գիտենք այս բրենդը, չէ՞, բայց պատրաստ եք լսել մի բան, որը կարող է զարմացնել։ Նրանք ոչ թե մեկ, այլ երկու անգամ են գլխիվայր շուռ տվել նորաձևության աշխարհը։ Այսօր մենք հենց այդ չպատմված պատմությունն ենք բացահայտելու։ Ու սա, գիտեք, ուղղակի հագուստի մասին չի։ Սա մի պատմություն է արմատական նորարարության մասին, թե ինչպես կարելի է վերցնել մի ամբողջ ոլորտ ու ամբողջությամբ վերագրել դրա կանոնները, ու դա անել ոչ թե մեկ, այլ երկու անգամ։ Լավ, որպեսզի հասկանանք ինչպես, եկեք նախ տեսնենք, թե որտեղ է Զարյան հիմա։ Թիվ 1. Այո, իրենք առաջատարն են ըստ եկամտի ֆիզիկական խանութներ ունեցող բոլոր արագ նորաձևության բրենդների մեջ, բայց ինչպես են հասել այստեղ։ Հավատում եք, որ այս ամենը սկսվել է ոչ թե փայլուն ծրագրից, այլ մի մեծ ձախողումից։ Այո, այս հսկայական կայսերությունը ծնվել է ոչ թե մեծ երազանքից, այլ մի իրավիճակից, որը հիմնադրի Ամանսիո Օրտեգայի համար կարող էր պարզապես աղետալի լինել։ Պատկերացրեք, Օրտեգայի մանկությունն անցել է աղքատության մեջ, այնքան որ 13 տարեկանում ստիպված է եղել թողնել դպրոցն ու աշխատել։ Տարիներ անց նա կնոջ հետ մի փոքր բիզնես է սկսում, խալաթներ էին կարում։ Ու հենց այն պահին, երբ թվում էր, թե ամեն ինչ լավ է, 1975-ին մի խոշոր հաճախորդ չեղարկում է պատվերը, ամբողջ ապրանքը մնում է ձեռքին։ Ինչ անել։ Նա ստիպված է լինում բացել սեփական խանութը, որպեսզի վաճառի այդ ապրանքը։ Հենց այդպես հուսահատությունից ծնվեց Զարան, ու դա դարձավ առաջին հեղափոխության սկիզբը։ Լավ, բայց ո՞րն էր այն մեծ խնդիրը, որ Օրտեգան տեսավ նորաձևության աշխարհում, որ ուրիշները չէին տեսնում։ Խնդիրը շատ պարզ էր։ Դուք տեսնում էիք մի թրենդ պոդիումի վրա ու հետո սպասում էիք ամիսներ, որպեսզի դա հասնի խանութներ։ Օրտեգան հասկացավ, որ այս դանդաղությունը հենց այն բացն է, որը պետք է լրացնել։ Այսպես սկսվեց առաջին հեղափոխությունը, արագության հեղափոխությունը։ Զարայից առաջ նորաձևությունը կարելի ասել շարժվում էր խխունջի արագությամբ։ Դիզայներները կես տարի առաջ էին որոշում, թե դուք ինչ եք հագնելու։ Օրտեգան որոշեց փոխել ամեն ինչ։ Ու սա հիանալի կերպով ցույց է տալիս, թե որքան խորն էր փոփոխությունը։ Տեսեք, ձախ կողմում հին մոդելն է, դիզայնից մինչև խանութ 6 ամիս։ 6 ամիս։ Իսկ աչում Զարայի մոդելը ընդամենը 15 օր։ Դիզայներների փոխարեն թրենդները սկսեցին թելադրել հաճախորդները։ Տարեկան 2 հավաքածուի փոխարեն խանութները սկսեցին թարմացվել շաբաթական 2 անգամ։ Սա ուղղակի արագացում չէր, սա բարի բուն իմաստով մի նոր ոլորտի արագ նորաձևության ծնունդն էր։ Բայց ինչպես էին դա անում։ Դե նրանց գաղտնիքը 4 հիմնական բաղադրիչ ուներ։ Առաջինը, նրանք տիրապետում էին սեփական գործարաններին, ինչը նշանակում է ամբողջական վերահսկողություն։ Երկրորդ, դիզայներները հիմնվում էին իրական վաճառքի տվյալների վրա, այսինքն ստեղծում էին այն, ինչ մարդիկ արդեն գնում են։ Երրորդ, ամեն ինչից քիչ-քիչ էին արտադրում, սա ստեղծում էր դեֆիցիտի զգացում, որ պետք է հենց հիմա գնել։ Ու վերջապես, խանութները անընդհատ թարմացվում էին, որ դուք անընդհատ վերադառնաք։ Հանճարեղը, չէ՞։ Օրտեգը մի ոսկե կանոն ուներ. մեր խանութները կլինեն մեր միակ գովազդը։ Ու նա բառացիորեն հետևում էր դրան։ Գովազդի վրա միլիոններ ծախսելու փոխարեն նրանք այդ գումարով խանութներ էին վարձում ամենաթանկ փողոցներում Gucci-ի ու Prada-ի կողքին։ Այսպիսով խանութն ինքն էր դառնում գովազդը։ Բայց ինչպես լինում է միշտ, աշխարհը տեղում չի դոփում։ Այն մոդելը, որը Զարան հասցրել էր կատարելության, սկսեց բախվել նոր խնդիրների։ Մոտ 2015 թվականից սկսած ամեն ինչ սկսեց փոխվել։ Հանկարծ պարզվեց, որ արագ լինելն այլևս բավարար չէ։ Ինչու՞։ Դե հայտնվեցին գերարագ առցանց մրցակիցներ, ինչպիսին Շինն է, որոնք դիզայնից մինչև առաքում ընդամենը 3 օր էին ծախսում։ Միևնույն ժամանակ մարդիկ սկսեցին ավելի շատ հետաքրքրվել լյուքս բրենդներով։ Դրան գումարած բնապահպանական խնդիրները եւ արագ նորաձևության քննադատությունը։ Զարան հայտնվեց շատ բարդ իրավիճակում։ Որպեսզի հասկանաք, թե որքան մեծ էր փոփոխությունը, ուղղակի նայեք աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակին։ 2015-ին ցուցակի վերևում Բիլ Գեյթսն էր, տեխնոլոգիաներից, եւ Ամանսիո Օրտեգան, արագ նորաձևությունից։ Իսկ այսօր տեխնոլոգիաներից Իլոն Մասկն է, իսկ նորաձևությունից Բեռնար Արնոն, ով ղեկավարում է լյուքս բրենդների կայսերությունը։ Սա շատ հստակ ազդանշան էր, ցանկալի լինելը դառնում էր ավելի կարևոր, քան արագ լինելը։ Ու այստեղ Զարան մի հանճարեղ քայլ արեց։ Շեյնի հետ արագության մեջ մրցելու փոխարեն նրանք որոշեցին ամբողջությամբ փոխել խաղի կանոնները։ Կրկին, սա Զարայի երկրորդ հեղափոխությունն է, հասանելի շքեղության հեղափոխությունը։ Ինչ արեցին նրանք։ Շատ պարզ, սկսեցին իրենց պահել այնպես, ինչպես իրենց պահում են լյուքս բրենդները։ Ու սա ուղղակի խոսքեր չեն։ Նայեք այս անուններին. Ստիվեն Մայզել, Ֆաբիեն Բարոն։ Սրանք նորաձևության աշխարհի լեգենդներ են։
Զարան սկսեց աշխատել ճիշտ այն նույն լուսանկարիչների, արտ-տնօրենների ու սուպերմոդելների հետ, ում հետ աշխատում են Dior-ը, Prada-ն ու մյուս հսկաները։ Նրանք փաստացի փոխարեցին լյուքսի հեղինակությունը։ Սա նաև նշանակում էր ներքին փոփոխություն։ Եթե առաջ ամեն ինչ որոշվում էր տվյալների հիման վրա, ինչ է վաճառվում, ապա հիմա շեշտը դրվեց ստեղծագործական մոտեցման վրա։ Դիզայներներն ու արտ-տնօրեններն ավելի շատ ազատություն ստացան, ստեղծելու ոչ միայն այնինչ պահանջված է, այլև այնինչ գեղեցիկ է ու ցանկալի։ Եվ արդյունքը ինչպես այս ամենն ազդեց մարդկանց վրա։ Դե արդյունքը եղավ անսպասելի ու շատ հետաքրքիր։ Սոցցանցերում մի ամբողջ թրենդ սկսվեց՝ Pose like a Zara model, այսինքն կեցված կընդունիր Zara-ի մոդելի պես։ Մարդիկ սկսեցին կրկնօրինակել եւ ծաղրել Zara-ի կայքի տարօրինակ արտիստիկ կեցվածքները, ու սա որքան էլ զարմանալի է, հենց հաջողության նշանն էր։ Դա նշանակում էր, որ մարդիկ նկատում են։ Zara-ի նոր ոճը դարձել էր քննարկման թեմա։ Լավ, եկեք ամփոփենք։ Մենք տեսանք երկու լրիվ տարբեր հեղափոխություն։ Առաջինը ամբողջությամբ կառուցված արագության վրա, երկրորդը հիմնված գեղագիտության ու ցանկալի լինելու վրա։ Բայց արդյոք կա մի բան, որը կապում է այս երկու առաջին հայացքից հակասական ռազմավարությունները։ Այո, կա։ Եվ դա Zara-ի գաղտնի փիլիսոփայությունն է, հաճախորդակենտրոնությունը։ Ողջ գաղափարը սա է. մարդկանց չես ասում, թե նրանք ինչ պետք է ուզեն, այլ պարզում ես, թե նրանք ինչ են ուզում ու տալիս ես դա նրանց։ Սա է հիմնական տարբերությունը լյուքս բրենդներից։ Նրանք թելադրում են, Zara-ն լսում է։ Այսինքն, եւ արագ նորաձևության, եւ հասանելի շքեղության հիմքում ընկած էր նույն առաքելությունը՝ տալ հաճախորդին այն, ինչ նա ցանկանում է։ Առաջին դեպքում դա վերջին թրենդների արագ հասանելիությունն էր, երկրորդ դեպքում լյուքսի զգացողության հասանելիությունը։ Եվ ամեն ինչի հիմքում թերևս Ամանսիո Օրտեգայի այս մի պարզ, բայց շատ խորը միտքն է, որը նա ասել է իր աշխատակիցներին. դուք պետք է առաջին հերթին սիրեք մարդկանց։ Եվ երբ հասկանում ես սա, Zara-ի պատմությունը դադարում է լինել ուղղակի հագուստի մասին։ Այն դառնում է պատմություն մարդկանց, նրանց ցանկությունների ու դրանց իրականացման մասին։